Երեկ մարտավիրում հիշեցնող վիճաբանություն ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասում ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում վիճաբանություն ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու բարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված BMW մակնիշի 68 MM100 և BMW X5 մակնիշի 88 AB 883 համարանիշի ավտոմեքենաներ։ Մինչ բարեկները սահմանազատել են տարածքը, Երևանի 103 շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապ օգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով BMW X5-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն ծեծկռտուքի հետ, իսկ մյուս BMW-ի վարորդը դեպքի վայրը լքել է։ Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա բարեկները հայտնաբերել են Նիվա մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ Նիվան, որի համարանիշերը փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն ծեծկռտուքին։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիճաբանություն ծեծկռտուքը վրա է հասել Շանը վրաերթի ենթարկելուց հետո։ Մի քանի տղամարդկանց միջև ծեծկռտուք վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկը մյուսից փախուստի դիմելու ժամանակ մեքենան արագ վարելու հետևանքով վրաերթի են ենթարկել մորը և որդուն։ Ինչպես արդեն տեղեկացրինք, մայրը գիտակցության չգալով մահացել է։ Փոքրիկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Ներկայացնում ենք 42-ամյա Անի Խաչատրյանի լուսանկարները, ով երեկ ողբերգական վթարի հետևանքով մահացել է։